Երևանցիներ, մենք գտնվում ենք Նուբարաշենի աղբավայրում, որտեղ դեռևս նախորդ տարի շատ ինտենսիվ հրդեհներ էին ունեն։ Եվ եթե կհիշեք, նախորդ տարվանից հետո մենք որոշեցինք, որ էական փոփոխություններ պետք է անենք աղբավայրում, եւ նախորդ սեպտեմբերից ուզում եմ տեղեկացնել, որ ինչպես տեսնում եք, այս ամբողջ հարթակը, որը հիմնականում արդեն իսկ հողով է ծածկված եւ աղբի հատվածը շատ փոքր հատված է, նախորդ տարի դեռևս տարբեր հատվածներում աղբի մեծ բլուրներ ունեին։ Օրական մոտավորապես 150 մեքենա հող է մտնում այստեղ։ Մենք տեղադրել ենք մոտավորապես 45 հենասյուներ, երկկողմանի լուսավորել ենք ամբողջ տարածքը այդ հենասյուներով, տեղադրել ենք տեսախցիկներ եւ տեղադրել ենք արգելափակոցներ, որտեղ որ արձանագրվում են բոլոր մտնող եւ դուրս եկող ավտոմեքենաները։ Իրականում այս բոլոր միջոցառումները իրականացվել են, որպեսզի աղբավայրի վիճակը պահել կառավարելի մակարդակում, որը նշանակում է, որ այրման վտանգը էականորեն նվազեցված է։ Սրանից հետո իհարկե մենք ունենք եւս մի կարևոր ֆունկցիա եւ եւս մի կարևոր գործառույթ, որը որ արդեն նոր աղբի վերամշակման գործարանի կառուցումն է եւ քանի դեռ մենք այստեղ կարողացել ենք իրավիճակը դարձնել կառավարելի, մենք ունենալու ենք ժամանակ, որպեսզի այդ գործարանի կառուցումը ապահովենք։